Ինչ օրակարգով է մասնակցել Փաշինյան այս ընտրություններին, ասել է, որ սահմանադրություն է փոխելու։ Հիմա փաստորեն սահմանադրություն փոխելու օրակարգը 50%-ից պակաս աջակցություն ունի, սա է արձանագրելու աշխարհը։ Սա է արձանագրելու։ Դուք հիշում եք, ես ասում էի, որ ամերիկացիները հասկացել են, որ Փաշինյանը պարտվում է։ Պարտվել է դա միայն կառավարություն վերցնել չվերցնելու մասին չի։ Եվ ամերիկացիները շտապեցին Արագի մեջ թրիփ համաձայնագիրը կնքեցին։ Ընտրություններից 1-2 օր առաջ։ Ինչու սա տեղի ունեցավ, որտեվ տեսեք, թրիփ համաձայնագիր, փաստորեն ստացվում է, Թրամփի կառավարությունը կնքել է ոչ թե 49% աջակցություն ունեցող Նիկոլ Փաշինյանի հետ, այլ 54% աջակցություն ունեցող Նիկոլ Փաշինյանի հետ, որովհետև 2021-ին Փաշինյանը ստացել էր 54%։ Դրա համար այդ վերջին օրերը օգտագործեցին, արագ այդ պայմանագիրը կնքեցին, որպեսզի արձանագրեն, որ իրենք թրիփ համաձայնագիրը ստորագրել են մի կառավարության հետ, որը ընտրության արդյունքներով ունեցել է 54% աջակցություն։